Բարև ձեզ հարգելի գործընկերներ, մեր այսօրվա ասուլիսը ուզում եմ սկսել հետևյալից, նախ ուզում եմ տեղյակ պահել, որ հուլիսի 18-ին համեցեք նստեք, ներողություն, Ես շարունակեմ միտքս, ուրեմն հուլիսի 18-ին մեզ մոտ սպառողների աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ մենք հրավիրեցինք ընդհանրապես ալտերնատիվ եւ հատկապես արևային էներգիայով զբաղվող հայաստանյան տարբեր ընկերությունների, գիտնականների եւ փորձեցինք պարզել, թե որն է խոչընդոտները ուրեմն հատկապես արևային էներգետիկայի զարգացման հարցում Եղան բազմաթիվ ելույթներ, մարդիկ ելույթ ունեցան իրենց ցավերով, դժվարություններով կիսվեցին եւ այդ բոլորի արդյունքում Աշոտ Միրզոյանը, Սպառողների աջակցության կենտրոնի նախագահը, ուրեմն իր վրա պարտավորություն վերցվեց, որպեսզի հնչած ելույթների եւ ուրեմն մտահոգությունների շուրջը այսպես ամփոփ տեղեկանք կազմի եւ դիմի համապատասխան կազմակերպությունների Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, ուրեմն, որպեսզի քննարկենք այդ ուրեմն քննարկման արդյունքները, որ ենք ասել, եւ թույլ տվեք ինձ ներկայացնել մեր ուրեմն հյուրերին, մեր մոտ բանախոսներն են ուրեմն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախոնավության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը եւ ուրեմն Սպառողների աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը Պարոն Միրզոյան, երևի սկզբից խոսքը ձեզ տանք, որովհետև դուք եք նախաձեռնել անցյալ հավաքը, ուրեմն խնդրում եմ լրագրողների համար հակիրճ ամփոփել ինչ մտքեր արտահայտվեցին այնտեղ եւ դրանից հետո ինչ է կատարվել։ Համեցեք։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար, շնորհակալություն Տիկին Թամարային, որ չմերժեց հրավերը մեր եկավ։ Ասեմ, սա շարունակություն է հենց նույն էներգետիկայի շաբաթը, որը կազմակերպվեց Տիկին Թամարայի կառույցի կողմից, էներգետիկայի շաբաթը, որը անցավ, ու այնտեղ նորից ելույթ ունեցա շատ ակտիվ առաջարկներ արեցի, որը հետևողությունն է հիմա այս առաջարկների շարունակությունն է ու ամսի 18-ին ինչպես արդեն դուք ասեցիք քննարկման ժամանակ մենք դա արեցինք զուտ մասնագիտական քննարկում ԶԼՄ-ների առանց ԶԼՄ-ների բարձր ԶԼՄ-ներին մենք չհրավիրեցինք զուտ այն նպատակով որ մեր մոտ լուրջ քննարկում լինի մարդիկ պարզապես կամերայի համար չխոսեն այլ խոսեն մասնագիտական լեզվով եւ շնորհակալություն ասեմ նորից բոլոր մեր 18-ի քննարկման մասնակիցներին եկան բոլոր այն մարդիկ որոնց ես ակնկալում եմ այստեղ տեսնել այն մարդիկ որոնք իսկապես շահագրգռված են եւ անում են գործողություններ կարճ ասեմ ուրեմն քննարկման արդյունքում մենք ստեղծվեց ընդհանուր դիրքորոշում բոլոր մասնակիցների վստահորեն են կարող եմ ասել ներկայ են երկու բառով ասեմ չեմ ուզում բոլորին բարձրապես թվարկեմ պարոն Համազասպյաններ պարոն Գելոտեխնի Սարգի ուրեմն գիտեք դա մասին շատ է խոսվել ինքն էր Արմեն Կիրակոսյանն էր կիրառական հետազոտությունների գործակալության եւ շատ մարդիկ ռադիոֆիզիկա ինստիտուտից պետական մարմիններ շատ տեղերից են չեմ ուզում հիմա դրան անցնեմ Արդյունքում մենք մտածեցինք, որ իսկապես արևային էներգետիկան Հայաստանի բնականաբար Տիկին Թամարան իր խոսքում էլ կնշի, որն է կարևորը, որը կարևոր չէ, բայց մենք գտնում ենք, որ արևային էներգետիկան զարգանալու շատ մեծ պոտենցիալ ունի Հայաստանում եւ պարզապես իմ ցանկությունն էր, որը ես նաեւ էներգետիկայի շաբաթի ընթացքում ասեցի, ես իմ կողմից կամ մեր կառույցի կողմից փորձում ենք պարզապես համակարգել այդ ներուժը, իհարկե հիմնադրամը իր գործը կատարում է, բայց մենք էլ մեր կողմից փորձում ենք հասարակական հնչեղություն տալ, քանի որ չեմ ուզում անդրադառնալ էլեկտրաէներգիայի թանկացման հետ մենք պարզապես հենց նույն քննարկման ժամանակ մեր դիրքորոշումը փոխվեց այնքանով, որ իսկապես ես զարմացա ինձ համար էլ բացահայտություն էր, որ այն ինչ որ մեզ խանգարում է, մեզ դա կօգնի։ Ու իսկապես էլեկտրաէներգիայի թանկացումը մեզ կօգնի, որ մենք արևային էներգետիկան ավելի շուտ զարգացնենք Հայաստանում։ Ու այդ իմաստով մենք 10 կետանոց ծրագիր մշակեցինք, ես ուղարկեցի քննարկման մասնակիցներին, բոլորը իրենց կարծիքները հայտնեցին դերակայացնում եւ կարճ թվարկեմ 10 կետ է, որը մենք նախատեսում ենք, դա մեր գործողությունների ծրագիրն է, որը մենք ակնկալում ենք առաջ տանել։ Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով դա մեր մոտ հաջող կստացվի։ Առաջի կետը ուրեմն մենք կոչվում է արևային տեխնոլոգիաների լայն կիրառումը որպես Հայաստանի տնտեսության զարգացման այլընտրանք գործողությունների ծրագիր։
Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջի կետով արևային էներգետիկայով զբաղվող արևային էներգետիկայով, քանի որ կա 4 տեսակի ալտերնատիվ էներգետիկայի ստացման մասին եւ դա չեմ ուզում ասեմ, զուտ մենք շեշտված ենք էներգետիկայի արևային էներգետիկայի մասին։ Արևային էներգետիկայով զբաղվող կազմակերպությունների եւ անհատների միավորում։ Մենք պարզապես ցանկանում ենք արևային էներգետիկայի զարգացման կազմակերպությունների ցանցի ստեղծման միջոցով։ Ցանցն ստեղծում մենք դա ոչ իրավաբանական կարգավիճակ ունեցող միավորում է, մենք ակնկալում ենք, եթե ծրագիրը ներկայացվել է, ինչպես արդեն անոնսի մեջ ստացել եք, պարոն Երվան Զախարյանին եւ Տիկին Թամարանն նույնպես երևի ծանոթացել են, առաջարկում ենք էներգետիկայի նախարարությունից ստեղծել արևային էներգետիկայի զարգացման խորհուրդ։ Դա լինի խորհուրդ, որտեղ պարզապես համակարգվեն Հայաստանի բոլոր այն առողջ ուժերը, որոնք իսկապես ցավում են այդ ոլորտի զարգացման հարցերով, խնդիրներով։ Երկրորդը էներգետիկայի մասին ամենակարևոր խնդիրներից է, որ ստեղ հնչեցվեց քննարկման ժամանակ, դա օրենսդրական լրացումներ, փոփոխություններ, առաջարկներն են, քանի որ առանց օրենսդրական բարեփոխումների դա դժվար կլինի առաջ տանել ամենը եւ էներգետիկայի մասին, էներգետիկայի եւ վերականգնող էներգետիկայի մասին հեղ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների մշակում արևային էներգետիկայի զարգացմանը խթանելու համար։ Ասեմ, որ ես երկու օրենքին ծանոթացա, բայց առայժմ լուրջ տենց չենք ուսումնասիրել, որովհետեւ ֆիզիկապես ժամանակ պարզապես չենք ունեցել ու ստեղ հնչեցվեց մասնակիցների կողմից, որ անհրաժեշտություն կա անպայման օրենսդրական առաջարկներով հանդես գալ, որը մենք ակնկալում ենք մեր քաղաքական դաշտի աջակցությունը։ Երրորդը արևային տեխնոլոգիաների զարգացման եւ նրանց օգուտների վերաբերյալ հանրության լայն իրազեկում կառույցյան ընդլայնում։ Այդ կետը նույնիսկ խոսվեց, եթե Տիկին Թամարանը հիշում է, մենք հենց կոնֆերանսի ժամանակ հենց դեր կողմից առաջարկ եղավ, որ կարիք է իսկապես լայն իրազեկման։ Իրազեկումը կատարվում է, գնում է միջոցառումներ, բայց ցավոք սրտի մարդիկ մեր եթե սովետական ժամանակ ասում են ինֆորմացիայի պակաս կա, հիմա գերջ ծանրաբեռնված են մարդիկ ինֆորմացիայով եւ պետք է պարզապես զոմբիավորման մեթոդներ օգտագործել, որ մարդկանց իսկապես հասնի այն ինչ որ դու ուզում ես ասել։ Եվ շնորհակալություն ԶԼՄ-ներին, որոնք իսկապես կան ԶԼՄ-ներ, որոնք իսկապես լուրջ այդ հարցերը լուսաբանում են։ Նու չեմ ուզում մանրանալ, դա հետո կխոսենք։ Երրորդը դա ասեցի արդեն լայն իրազեկման կառույցյան լայնումն է։ Չորրորդ առաջարկ եղավ ռադիոֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչ պարոն Սարգսյանի կողմից ներկայ էր քննարկման ժամանակ, որ անհրաժեշտություն կա երրորդ տարիֆային ռեժիմի անհրաժեշտություն։ Այսինքն հայերցանցը ունի այսօր գիտեք օգտագործում է երկու ցերեկային գիշերային սակագնային ռեժիմներ, առաջարկ եղավ որ երրորդ տարիֆային ռեժիմը, այսինքն որը կմեղմացնի էլեկտրաէներգիայի թանկացման, ուրեմն ազդեցությունը բնակության վրա, բնակության մասին է, մինչև 30 կիլովատ օգտագործողների մասին է խոսքը։ Դա դեռ քննարկման ընթացքում է, դրա համար դա առայժմ մասնագիտական կետ է, չեմ կանգ առնում։ Չորրորդ ուրեմն կետը դա կներեք, 5-րդ կետը դա պարզապես մասսայական հելիոֆիկացումն է, որը պարոն Համազասպյանի ինքը եթե պարոն Համազասպյանի ծանոթ է 20 տարի մոտ դա այդ հարցը առաջարկում է եւ այստեղ մենք դա կարևորում ենք նույնպես հելիոֆիկացումը շատ կօգնի մեր հարցերին։ 6-րդ կետը արևային տեխնոլոգիաների կիրառող կազմակերպությունների համար հարկային արտոնյալ պայմանների սահմանումն է, այսինքն հարկային ինչ դա արդեն հարկային մեր մարմինների մոտեցման հարց է, նաեւ մեր միատեղ ուժերով, եթե մենք կարողանանք բարձրացնել ճիշտ խնդիրները եւ արտոնյալ պայմաններ ստեղծվի, որ մարդիկ պարզապես կարողանան զարգանալ, որովհետեւ դա այդ ոլորտը դժվար ոլորտ է, այդքան էլ հեշտ չի, դրա համար պետք է ինչ-որ պետական աջակցություն։ 7-րդ կետը բիզնես ծրագրերի մշակում, նույն մեր մասնակիցների կողմից հարց բարձրացվեց, որ կան շատ լավ կան տեխնոլոգիաներ, արդեն մեր հայկական տեխնոլոգիաներ մշակված, անգամ կար սարքեր պատրաստված։ Ես իրանք չունեմ դրանք ներկայացնել, քանի որ շեղանակները դա պետք է անեն, բայց ասեմ, որ ես ինքս տեսել եմ ու այսօր էլ ողջևորված եմ դրանով, բայց մարդիկ չունեն գումար ու մենք նաև ես ինքս լինելով հասարակական կառույցի ղեկավար տիրապետում շատ լավ բիզնես պլանների գրելու եղանակներին, գրանտային ծրագրերին գրելու, դրա համար մենք առաջարկում ենք մեր օգնությունը, ասում ենք եկեք մենք ձեզ օգնենք։ Ու հենց դա է, որ ֆինանսավորում կա, մարդիկ պարզապես շատ ժամանակ չգիտեն ճիշտ ներկայանալու եւ գրանտ նույն կամ աջակցություն ստանալու ձևերը։ Դա էլ շատ կարեւոր ուղղակ է, որի վրա պետք է աշխատել։ Մյուս կետը շատ կարճ որ չի երկարացնեմ, դա ուրեմն խորհրդատվությունների քաղաքական ուժերի եւ պետական լիազոր մարմինների ներկայացությունների հետ
խորհրդատվություն ենթադրում ենք, որ մենք չենք ցանկանում քննադատական մոտեցում։ Եթե քննադատություն անում ենք, մենք կոնստրուկտիվ բան ենք ուզում անենք եւ դրա ասեմ մեր քայլերի հաջողությունն է, որ այսօր նույնպես ես դա շեշտում եմ նորից Տիկին Տամարան, որ այստեղ է, դա արդեն ուրեմն մենք ինչ ճանապարհի վրա ենք։ Մյուս կետը արևային տեխնոլոգիայով աշխատող սարքերի տեղական արտադրության կազմակերպում, որը մենք շատ կարևորում ենք, նույն չինական արտադրությամբ շատ մեծ հոսք է գալիս դեռ տարբեր լամպերի տեսքով, LED լամպերի տեսքով, բայց կան շատ անորակ։ Տեղական արտադրությունները մենք դա շատ կարևորում ենք եւ անենք։ Եվ վերջին կետը այլընտրանքային էներգիայի աղբյուրների մշակման, արտադրության եւ կիրառության ուղղակի ֆինանսավորում ՀՀ կառավարության կողմից, մասնավորապես Սահմանային զորամասերի դպրոցների, այսինքն սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպությունների հոգսերը գոնե թեթևացնելու համար դա այսօր կարող ենք անել ֆինանսավորման հետ դա մեծ կապ չունի եւ վերջին կետն ասեմ ցավոք սրտի ես առայժմ մեր ծանոթացա կառավարության ծրագրերի հետ գերակա խնդիրների հետ նույն էներգետիկայի բնական պաշարների նախարարության ծրագրերի հետ, բայց ցավոք սրտի ես չգտա արևային էներգետիկայի զարգացման վերաբերյալ լուրջ sense հիմնադրույթներ։ Դրա համար ես կուզենայի նաև Տիկին Տամարայի մոտեցումները վերաբերյալ ունենալ։ Այսքան առայժմ։ Մենք ֆինանսավորման չենք դիմել էներգետիկայի նախարարություն, մենք առայժմ ծրագիրն ենք ներկայացրել ու մենք ուզում ենք իմանալ դիրքորոշումը, առայժմ ինչպես են իրանք մտածում, իրանք դա հետաքրքիր է, հետաքրքիր չկարող ասենք դուք անիմաստ ուղղակի գործ եք անում, դրա համար այսօր Տիկին Տամարան կհնչեցնի, հույսով ենք այդ մոտեցումները, որ մենք իմանանք, հետո նոր հետական քայլը մենք արդեն Պետական ֆինանսավորում, եթե մենք ակնկալում ենք էներգետիկայի նախարարությունից առայժմ մենք խորհրդի ստեղծումն է, նոր խորհրդի քննարկման ժամանակ կորոշվի ոնց ինչ հիմա դա առայժմ շուտ է, ինչ ֆինանսավորում ուզենք ում համար, պետք է հստակեցնենք ինչ ֆինանսավորում ում համար, ինչպես, որ նոր ֆինանսավորում։ Միգուցե ես մեկնաբանեմ, հետո մի քիչ ներկայացնեմ, այսքան շատ հակիրճ։ Ուրեմն ինչ վերաբերում է արևային տեխնոլոգիաներին, մեր հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին եւ կարելի է 2007-ից սկսած մենք այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ ենք տանում։ Սկզբում դրանք լինելով թանկ բնականաբար Հայաստանի համար դեռևս իրատեսական չէին, բայց մենք սկսել ենք այդ ուսումնասիրությունները հասկանալու ինչ պոտենցիալ ունի Հայաստանը ոչ միայն այստեղ ունենալու արևային էլեկտրաէներգիայի կայան, էլեկտրակայան, այլ նաև հենց այստեղ արտադրելու այդ ամբողջ տեխնոլոգիաների գոնե այն մասը, որը հնարավոր է եւ ֆինանսապես ձեռնտու է։ Այդ բոլոր նյութերը տեղակայված են մեր ինտերնետ կայքում, կարող եք ծանոթանալ եւ ավելի ինտենսիվ մենք միշտ փորձել ենք գտնել այնպիսի ֆինանսավորման հնարավորություններ, որ այդ տեխնոլոգիաները ի վիճակի կլինի իրագործվել նաեւ մեր երկրում։ Ուրեմն նշեմ, որ մենք մի տարի, իսկ մի քիչ ավելի, համարյա 2 տարի նախապատրաստում ենք վերականգնող էներգետիկայի ներդրումների ծրագիրը, այն իրականացում է էներգետիկայի նախարարության հետ համատեղ եւ կառավարության ծրագիր է դա, բայց մենք դրան տվել ենք, այսինքն նույն քննարկումների շրջանակ այնքան լայն է եղել, որ դա ես չեմ ուզում անվանել կառավարության ծրագիր, դա երկրի ծրագիրն է եւ կոչվում է վերականգնող էներգետիկայի ընդլայնման ծրագիր։ Այս ծրագրի շրջանակներում մենք ունեցել ենք քննարկումներ եւ ակամայից մենք այսօր արդեն հիմնադրամի շուրջը ձևավորված է այդ արևային հասարակություն ասվածը եւ ես չեմ կարծում որ դուք կարող եք մի անուն հնչեցնել որ կա այդ ոլորտում եւ ծանոթ չէ մեզ եւ մեր հետ չի քննարկել խնդիրները, հա եւ այդ բոլոր մարդկանց համատեղ ջանքերով ստեղծվեց այս ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի բավականին նպաստավոր պայմաններով գումարներ հենց արևային տեխնոլոգիաները զարգացնելու համար։ Սա արդեն ես շատ կոնկրետ գործողություն եմ ասում, որը ծրագիրը հաստատվել է հունիսի 27-ին, շատ ժամանակ չի անցել եւ մենք հուլիսի 2-ին 3-ին արեցինք էներգետիկայի շաբաթվա միջոցառումների ծրագիրը, որի մեջ մտներ ոչ միայն վերականգնող էներգետիկան, այլ նաեւ էներգախնայողությունը եւ բազմաթիվ, այսպես ասեմ, անկախ ոչ պետական, հասարակական, միջազգային բանկիրներ, մասնավոր ներդրողներ, ուղղակի փորձագետներ, ազատ էր մուտքը բոլորի համար եւ մասնակցեցին եւ մենք արդեն շարադրել ենք բոլոր այն առաջարկությունները, որը քննարկվեց եւ համատեղ, որովհետեւ կան առաջարկություններ, որ մեկը ասում է, մնացած ասում են մոռացեք դրա մասին, հա, մենք անում ենք նա, որը որ ընդհանուր լսարանի համար ընդունելի է եւ այդ առաջարկությունների փաթեթը նաեւ օրենսդրական բարեփոխումների այսպես խնդիրներով
ներկայացվել է էներգետիկայի նախարարություն, սեպտեմբերի կեսերին տեղի կունենա դրանց արդեն մանրակրկիտ քննարկումը շահագրգիռ կառույցների հետ եւ նախարարի հանձնարարությամբ այստեղ իսկապես բոլոր այն գիտնականները, գործարարները, ովքեր ընդգրկված են հատկապես արևային տեխնոլոգիաների ոլորտում կհրավիրվեն։ Երկրորդը անդրադառնալով արևային էներգետիկային նշեմ, որ ընդհանուր առմամբ ոչ թե իմ գնահատականով, այլ միջազգային կառույցների գնահատականով, ովքեր համեմատել են ոչ միայն զարգացող երկրների օրենսդրություններ, այլև զարգացած, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա եւ այլն, բավականին նպաստավոր է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ անելը։ Այսինքն շատ քիչ խոչընդոտներ կարելի է նշել, իհարկե որոնց պետք է անդրադառնալ վերացնել, բայց նկատի ունեմ դրանց զարգացնելու համար ակնհայտ խոչընդոտներ կարելի ասել նույնիսկ չկան։ Եթե գալիս ենք օրինակ ջեռուցման տեխնոլոգիաներին, արևային ջրատաքացուցիչներ, ես չեմ ուզում տեխնոլոգիան բաժանեմ այս կամ այն գիտնականի կամ այս կամ այն տեխնոլոգիա, որտեղ դրանք բազմազան են, եւ մենք նույնիսկ ցուցահանդես արեցինք, ներկայացրեցինք, որ մարդիկ եւս իմանան ինչ տվյալներ կա։ Ըստ այդ տեխնոլոգիաների եւ ջեռուցման համար, տաք ջրի համար որևէ խոչընդոտ այս պահին չկա։ Այսինքն ցանկացած մարդ կարող է ձեռք բերել, կարող է դնել դրանք տեղակայման համար պետք չեն որոշակի ինչ-որ վարչական գործողություններ։ Սրա համար ամենամեծ խոչընդոտը, որը նշվեց բոլորի կողմից, դա իրազեկման պակասներ։ Այսինքն մարդիկ չգիտեն ինչ դնել, չգիտեն որտեղից կարելի է ձեռք բերել, չգիտեն դրա արդյունավետությունը։ Այս առումով, քանի որ բիզնեսն էլ նոր է սկսում եւ մեծ գումարներ չունի գովազդների համար վճարելու, ես կարծում եմ, որ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների դերը անգնահատելի է։ Այսինքն սա եւ մենք փորձում ենք մեր հիմնադրամը, ես կարելի ասել իմ երևի վերջին 2-3 ամսվա ընթացքում ավելի շատ ժուրնալիստների հետ եմ հանդիպել, քան թե այլ գործնական հանդիպումներից է, բայց սա ես կարծում եմ, որ շատ կարևոր առաքելություն է եւ պետք է անել։ Ես խնդրում եմ բոլորին իսկապես պատրաստ ենք մենք ցանկացած պահի, ցանկացած ինտերվյու, ցանկացած մասնագիտական խորհրդատվության բոլոր լրագրողներին եւ սա ինձ թվում է կօգնի նաեւ այս գործընթացի զարգացմանը։ Ուրեմն օրենսդրական բարեփոխումների հետ կապված ես նշեմ, որ կա խորհուրդ էներգախնայության եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի խորհուրդ, որը ներառում է եւ հասարակական կազմակերպություններ եւ պետական կառավարման մարմիններ, այդ թվում նաեւ պետեկամուտների, բնապահպանության նախարարության, էկոնոմիկայի եւ նախագահում է էներգետիկայի փոխնախարարը եւ կանոնավոր այդ նիստերին մենք ներկայացնում ենք այն խոչընդոտները, որոնք առկա են, այսինքն դա ինստիտուցիոնալ խորհուրդ է եւ բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան անդամակցել այդ խորհրդին, ուղղակի կներգրավեն առանց որևէ դժվարության, այսինքն դա արդեն ստեղծված է, կա, գործում է, այլ հարց է թե եթե մենք բոլոր շահագրգիռները չեն ընդգրկված, կարող ենք այդ ցանկը մեծացնել, այդտեղ որևէ ինչ-որ դժվարություն գոյություն չունի։ Սակագներին անդրադառնալով այդ բազմակի սակագներ, այդ հարցը եւս բարձրացվել է, որ կարելի է տարբերակված սակագներ թե գազի, թե էլեկտրաէներգիայի դեպքում եւ մասնագիտական աջակցության կարիք եթե լինի, դա եւս կարող ենք մենք տրամադրել Հարեի ծառայության կարգավոր հանձնաժողովին կամ նախարարությանը եւ միջազգային կառույցներն էլ իրենց պատրաստակամություն են հայտնել այդպիսի համապատասխան փորձ ներկայացնել։ Ես երևի ավելի շատ հնարավորություն տամ հարցերին ու շատման բաց։ Եղավ, եկեք անցնենք հարցերին, հետո բանկ։ Համեցեք հետո դուք։ Չի զարգանում, 20 տարվա խոսում եք, ոչ մի զարգացման չկա, որքան ներդրում տեզներ է, եւ իշնախանգարում, եւ աշխատել ես հասկանում, որ նշեցիքները կառավարությունը ֆինանսավորման համար դեր ծրագիր։ Ես զարգանում եմ ինչ-որ կառավարությունը դիմել, որքան է ուզում կառավարությունը, ինչի համար։ Առաջինը երևի ես անդրադառնամ, երբ որ ես ասում եմ նպաստավոր դաշտ եւ ասացի, որ մեծ խոչընդոտներ չկան, ուրեմն ասեմ, եթե մենք համեմատում ենք արևային էներգետիկայի եւ փոքր հեկերի կառուցման համար դաշտը, դա նույնն է, ավելին ասեմ, փոքր արևայինի համար, եթե դուք կառուցում եք մինչեւ 150 կՎտ հզորությամբ, որևէ թույլտվություն, որևէ այսպես կանոնակարգում պետք չէ, դուք ուղղակի կարող եք կառուցել եւ լիցենզիայի անհրաժեշտություն չկա։ Բացի դրանից վերջին փոփոխություններով արևայինի համար ժամկետը, որով ցանցը պարտավորում եք ունել, դարձել է 20 տարի, հեկերի համար 15 տարի էր։ Այսինքն բոլոր պայմանները կարելի ասել նույնն են կամ ավելի լավ,
բացառությամբ արևային էներգետիկայի համար սակագնի մեծության։ Դուք գիտեք, որ տեխնոլոգիան բավականին թանկ արժեր եւ մենք ամեն տարի դրան անդրադառնում ենք եւ խոսքը գնում էր ենթադրենք 150, ապա նաեւ 100, հիմա կարելի է խոսել 80 դրամ սահմանելու մասին, որպեսզի արևային էներգետիկան զարգանա։ Եվ հաշվի առնելով, որ դա իր հերթին կբերեր մեծաթիվ կայանների կառուցման եւ վերջնական սպառողի վրա որոշակի ազդեցության, կառավարությունը միշտ այդ ձեռնպահ է մնացել եւ չնայած հաշվանցման սկզբունքով այդ կարգավորումը կա, բայց սակագնի սահմանում դեռևս հնարավորություն չունեին։ Այս ծրագրի շրջանակներում, որ ես նշեցի, կլիմայի ներդրումների հիմնադրամի կողմից տրված ֆինանսավորումը հնարավորություն կտա ունենալ այնպիսի սակագին, որովհետև էժան ֆինանսական միջոցներ են, որ մասնավոր ներդրողը մի կողմից շահագրգիռ կլինի, մյուս կողմից սպառողի վրա էական ազդեցություն չի ունենա գնի բարձրացման առումով։ Այսինքն այս հնարավորությունը կլինի Այսինքն արևային կայանից էլեկտրաէներգիա որպեսզի արտադրվեր, ենթադրենք առանց որևէ ծրագրի, հա, այսինքն այս պահին ոնց որ հեկերն են կառուցվում։ Հեկերը առանձնապես արտոնյալ պայմաններ չունեն։ Հեկերը կառուցվելու նման, եթե կառուցես արևակայան, գոնե 80 դրամ կիլովատ ժամը, 1 կիլովատ ժամը պետք է սահմանել սակագին, որ դա ձեռք բերվի։ Իհարկե փոքր հզորությունների համար միգուցե դա ազդեցություն չունենա, բայց ես պատկերացնում եմ հենց նույն, ասենք նույն լրագրողները ինչ կասեն, չէ՞, կասեն գերշահույթներ, չգիտեմ ինչ 80 դրամով կիլովատ ժամը, այսինքն այստեղ խնդիր կար։ Հիմա այս ծրագիրը, որ ես ասեցի կլիմայի ներդրումների հիմնադրամի կողմից տրամադրված, հաշվի առնելով, որ նա երկարաժամկետ ֆինանսավորում է եւ հաշվի առնելով, որ նա նաեւ լուծում է բիզնես պլանների պատրաստման, մոնիտորինգի, կադրերի պատրաստման եւ այլ կոմպլեքս խնդիրներ, ապա դա հնարավորություն է կտա, որպեսզի առանց վերջնական սակագինը փոխելու զարգացնել 30-ից 50 մեգավատ արևային հզորություն Հայաստանի Հանրապետությունում։ Սա արդեն գործող ծրագիր է, կարելի է ասել այսպես, որովհետև կառավարությանը արդեն պաշտոնապես ծանուցվել է, որ հաստատվել է ծրագիրը եւ մի տարի հետո, մի տարի պետք է նախապատրաստման եւ իրավաբանական այդ վավերացումների համար, մի տարի հետո արդեն ֆինանսավորումը մատչելի կլինի։ 26 միլիոն դոլար միայն արևայինի հետ կապված է, տրամադրում է կլիմայի ներդրումային հիմնադրամը։ Միջազգային գլոբալ հիմնադրամ։ Ինչպես էկոլոգիական վնասներ կա, Առաջինը նշեմ, որ ծրագիրը նախատեսում է հիմնականում մի քանի տեխնոլոգիա։ Մեկը ամենամեծը արևային ֆոտովոլտաիկ կայանների կառուցումն է, երկրորդը երկրաջերմային կայանների օգտագործման համար հետախուզական հորատման աշխատանքներ, մնացածը վերաբերում է արևային ջրատաքացուցիչների ֆինանսավորմանը եւ ջերմային պոմպերի ֆինանսավորմանը։ Ուրեմն քանի որ սա տրամադրում է կլիմայի ներդրումային հիմնադրամը, ապա առաջին պայմանը դրանց բնապահպանական բարերար ազդեցությունն է։ Այսինքն, եթե վնաս լինի, չեն կարող անել։ Օրինակ հնարավոր վնասները, եթե դուք այդ հողը, պայմանական եմ ասում, դուք որոշակի հող պետք է հատկացնեք արևի կայանը դնելու համար։ Այդ հողի վրա ապրող կենդանիները, կենսաբազմազանությունը կարող է դրանից դուրս գալ։ Դա ինչ տարածքում։ Կախված հզորությունից, ընդհանուր առմամբ ես նկատի ունեմ, որ դրա վնասը ավելին չի, քան թե շենք կառուցելը, քան թե, չգիտեմ, ցանկացած հասկանալի։ Համեցեք։ Ձեզ հարցեր ուղղված։ Դուք պետք է պատասխանեք, հարցնում եք ծրագրի մասին։ Հա, պարոն Հալչինյանը, պարզապես ձեր հարցին ասեմ, դա մեր 10-րդ կետն է, կամ ես լավ չեմ հնչեցել, կամ ուղղակի մենք չենք դիմել առայժմ կառավարությանը մենք առաջարկով ենք դիմել հանքարդյունաբերության հետ կապ, բայց կոնկրետես հարցի վերաբերյալ մենք այլընտրանքային էներգիա աղբյուրների մշակման եւ այլն սահմանային Արտյոմ ուղղակի ֆինանսավորում մենք ակնկալում ենք ուղղակի ֆինանսավորում հայ կառավարության կողմից, այսինքն մենք դա շահերի պաշտպանություն ենք իրականացնելու, որ կառավարությունը իր վրա պարտավորություն վերցնի սուբսիդավորի, քանի որ նույն Գերմանիան, գիտեք, եվրո գոտու շարժիչուր պետությունն է, իրենք սուբսիդավորում են իրենց քաղաքացիներին, որոնք
Մենք չենք դիմել, մենք այս մենք պետությունը ինչպես է իր վրա պարտավորություն ես արդեն նշեցի, որ Արագիրը հենց ինչի համար է այսպիսի ֆինանսավորում կարողացել կամ ինչի է դրական այդ ֆինանսավորումը, որովհետև շուկայում առկա մնացած ֆինանսավորումները, նույնիսկ ամենաարտոնյալը, եթե կիրառում ենք, ապա սակագնային խնդիր առաջանում։ Այս ծրագրի շրջանակներում հնարավորություն կլինի առանց այդ ազդեցության այդ խնդիրը մեղմել։ Ինչ վերաբերում է արևային ջրատաքացուցիչների օգտագործմանը, ապա այս դեպքում կլինի որոշակի դրամաշնորհային խթանման մեխանիզմ, որը կարելի է անունը սուբսիդիա դնել, այսինքն եթե դուք վերցնեք, կառուցեք եւ բան կանեք, դա վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցով է արվելու, ապա որոշակի գումար կներդրվի որպես դրամաշնոր։ Իսկ խթանելու համար հենց այս տեխնոլոգիաները, արևային ջրատաքացուցիչներ եւ ջերմային պոմպեր։ Մենք կանդրադառնանք դեռ որոշակի խնդիրների։ Միջին քառակուսի բնակարան։ Ես չեմ ուզում ինչ-որ կոնկրետ, լավ, մոտավորապես ասեմ, կարող է դա նստել $2000-ից $5000, ընդհանրեն 3 սենյականոցի համար, բայց կախված է տեխնոլոգիայից բնականաբար, ես չեմ։ Եվ դա քանի տարի։ Եվ սարքի ձևավորումը, մինչև 20 տարի դուք կարող եք նախատեսել։ Այս բանի մենք սակագին չունենք, սակագինը արևային էլեկտրաէներգիա, դուք կարող եք ցանցի նույն ռեժիմով, զուգահեռ ռեժիմով աշխատել, այսինքն դուք եթե միացնում եք ցանցին եւ նույն ինչքան օգտագործում եք ցանցից, ինչքան դեսպեչի տալիս եք ցանցին, այսինքն հաշվանցման սկզբում։ Արդյոք այդտեղ խնդիրներ չեն առաջանում հարկային մարմինների հետ։ Մենք ունենք այդ խնդիրը ցանցին միացնելու եւ դա հնչեցվեց եւ այդ հարցն է շատ կարեւոր ու դրված է նախարարության այդ քննարկումների ցանկի մեջ։ Իսկ սարքը տեղադրելուց հետո այդ հարցերը պատասխանելու քան հնարավոր կլինի Ուրեմն գիտեք ինչը վերաբերում է արևային տեխնոլոգիաների, ես մի փոքր այսպես մասնագիտական հուշում ասեմ։ Դուք արևի համար հետո չեք վճարում, ճիշտ է, այսինքն դուք վճարում եք միայն սարքի տեղակայման համար, հետագա տարիներին դուք օգտվում եք այդ սարքի վաճառքից։ Հիմա, եթե դուք ուզում եք հաշվեք, թե դուք խնայողություն ունենալու եք եւ ինչպիսի խնայողություն եք ունենալու, դուք պետք է հարցնեք կոնկրետ սարքը տեղակայողին, ինչքան է պետք ձեր կարիքներից ելնելով, ենթադրենք ասես պետք է $2000, հա, ձեր տանը դնելու համար։ Դուք պետք է $2000-ը բաժանեք, ենթադրենք 10 տարվա կամ 5 տարվա կամ այնքան, որքան դուք եք մտածում, եւ ստանաք իր ամսական գինը։ Եթե այդ ամսական գինը ավելի քիչ է, քան թե ձեր վճարած էլեկտրաէներգիայի կամ գազի գումարը, ուրեմն իմաստ ունի։ Եթե քիչ ավելի թանկ է ստացվում, բնականաբար նշանակում է դեռևս պետք չէ։ Եվ նորից առիթը օգտագործելով, որ լսարանը բավականին հարուստ է լրագրողներով, ես նշեմ, որ մինչև նույնիսկ վերականգնող էներգետիկային անցնելը առաջինը պետք է մտածել էներգախնայողության մասին։ Այսինքն միգուցե եթե դուք արդեն փակում եք ձեր պատուհանները, ջերմամեկուսացնում եք պատերը, դա ավելի քիչ գնով ավելի մեծ էֆեկտ է ունենում եւ կրճատում է ձեր սպառումը։ Մեր փորձից ելնելով ասեմ, որ մենք նախորդ տարի արել ենք 12 շենքերում, հանրային շենքերում ենք արել ծրագիրը, դպրոց, մանկապարտեզ, համալսարանի շենք, եւ մենք ունեցել ենք միջինը 54% խնայողություն։ Եվ մենք արել ենք պատերի ջերմամեկուսացում, տանիքի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգի արդիականացում։ Ասեք, խնդրեմ։ Եվ եթե հարցը, քանի տնտեսություն կա, եթե իհարկե գիտեք, որ օգտվում են նման սարքերից եւ քանի հայկական սարքեր են կապակցությամբ, ես նշեմ արտի չկա։ Ես նշեմ, որ մենք վերջերս ասացի, որ արեցինք ցուցահանդես, որպեսզի նաեւ մարդիկ կարողանան ծանոթանալ, համեմատել այդ սարքերին։ Այս պահին մեզ հայտնի է 8 կազմակերպություն, ովքեր արևային ջրատաքացուցիչներ են տեղակայում։ Մենք այո, հայկական տեղական շուկայում առկա կազմակերպություններ։ Դրանք չի նշանակում տեղական արտադրություն։ Ես նշեցի, որ դրանք մի մասը հավաքվում է տեղական, մի մասը ինչ որ մի մաս բերվում այստեղ են հավաքակցում, մի մասը այստեղ են կառուցում, բայց հիմնականում ներգրող տեղակայող ընկերություններ են։ Եվ այդ կազմակերպություններից բացի ես նշեմ, որ շատ կան ուղղակի դեռ пассив, այսպես սպասողներ, ովքեր սպասում են շուկան կայանա, այսինքն բարբերաբար գալիս են, հետաքրքրվում են, հա, ինչ շուկայի նորույթներով, ինչ ֆինանսավորման հնարավորություններ կա։ Անդրադառնալով արևային ֆոտովոլտաիկներին, ես նշեմ, որ այս ծրագիրը հաստատվելուց հետո, ասում եմ, ընդամենը հունիսի 27-ին է հաստատվել եւ մի ամսվա ընթացքում ես
5-6 լուրջ ներդրողի հետ եմ հանդիպել եւ արտասահմանյան, եվրոպական եւ այլ ներդրողներ, ովքեր իսկապես հետաքրքրված են եւ ուզում են Հայաստանում կառուցել արևակայան եւ ընդ որում նպաստը համարում են բավականին նպաստավոր։ Այսինքն սա պետք է։ Ճիշտ ասած այդ վիճակագրությունը չունենք, որովհետև նաև այստեղ մի դժվարություն էլ կա, որովհետև ինքը ազատ է, դուք ինչպես սառնան եք գնում, այնպես էլ արևային սարք եք գնում, բայց կարծում եմ դրանց թիվը 100-ը չի անցնում ամեն դեպքում եւ նշեմ, որ նորից եմ ասում մեծ մասամբ դա նաև ինֆորմացիայի եւ իրազեկման խնդիր է։ Եթե կարելի է ես հարցը ինչ ես ուղղակի շեշտեմ, ես ավելի կոնկրետ անունը չեմ տալիս կամպանիայի, պարզապես ասեմ, որ գովաճ չստացվի։ Հստակ թվեր եմ ձեզ ասում, անվանումը ուրեմն 2 անձի համար օգտագործման քանակը, եթե 2 անձ է օգտագործում, խողովակների քանակը 10 վակուումային կոլեկտորների մասին ասում, որովհետև դա ամենաէֆեկտիվն է այսօր, ուրեմն 100 լիտր ջրի ծավալը 100 լիտր, ուրեմն գինը նստում է 235,000 դրամ։ Այսինքն դա ավելի էժան է ստացվում, քան հենց գնաք նոր տուն մտնեք, ես մտել եմ կոնկրետ Սեբաստիանի նոր տունը, դե դրած է չինական սարք, որ արժի 1,265,000, որը բավական մեծ է, թանկ է ստացվում։ Ես խուսափեմ, որպեսզի նաև ես այդ նաև պետք է շատ զգուշ լինեն լրագրողները, նաև թյուրիմացության մեջ չգցելու համար օգտագործողին, որովհետև արևային ջրատաքացիչ սարքերը պետք է միշտ հաշվի առնել առաջին հարցը, հնարավոր է տեղակայել։ Այսինքն, եթե մենք գնում ենք հեռուստացույց, մենք չենք մտածում, մենք մտածում ենք միայն մեր պահարանի մեջ կտեղավորվի, թե չէ։ Մեր բնակարաններում ինչ որն է հնարավոր է ավելի թանկ է, բայց հնարավոր է բնակարանում տեղակայել։ Ավելի էժան է, դուք ուզում եք դա, բայց ինքը պետք է հիմք ունենա որոշակի։ Այսինքն, տեխնիկական լուծումներին դուք անպայման կխնդրեի, որ ուշադրություն դարձնեք։ Բանակցում եք, դա որ երկրի ընկերություններն են եւ ինչ հզորությամբ կայան են ուզում կառուցել, եւ ընդհանրապես ոնց է հաշվարկում ինքնարժեք մենք։ Չնայած ես բավականին փորձում եմ լրագրողներին, բայց մեկը էլի ինձ որսում եք նման բաների վրա։ Ես ասացի, որ կա կազմակերպություններ եղել են, հետաքրքրվել են ներդրման հնարավորություններով, այսինքն հետաքրքրված ներդրողներ։ Դուք ասում եք բանակցություններ։ Մենք դեռևս որևէ կազմակերպության հետ մենք չենք հասել այն, մենք բանակցելու, չենք էլ բանակցելու, որովհետև եթե մենք չենք վաճառում, մենք հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովը չենք, որ սակագին բանակցենք, մենք բանկը չենք, որ գումար բանակցենք, այսինքն սա ընդհանրապես մարդիկ գիտեն, որ կա հիմնադրամ, որը տիրապետում է տեղեկատվությանը, եւ իրենք ճշտում են տեղեկատվություն, բայց արդեն իսկ, որ 5-6 կազմակերպություն հետաքրքրություն է հայտնում ներդրում անել եւ արդեն այդ տեղեկությունները ոչ թե ընդհանուր բնույթի են, այլ ուզում են ամեն ինչ ճշտել, այդ թվում հարկային արտոնությունը, այդ թվում կլիմայական պայմանները, այդ թվում այն ռեգիոնները, որտեղ ամենանպաստավոր արևային ճառագայթումն է, դա նշանակում է ավելի լուրջ մտադրությունների մասին։ Իսկ ինչու է չլիմա ներդրում չարը, որտեղ սակագին։ Որովհետև, այո, որովհետև սակագինը բաց է, իսկ հիմա այս ծրագրի շրջանակներում իրենք հասկանում են, որ իրենք կտեղավորվեն եւ այդ սակագինը ամեն դեպքում նաեւ հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովը կսահմանի։ Իհարկե։ Ներողություն, էլի հարցեր կան, հերթով եկեք ունենալ։ Ինչ երաշխիքներ կան, որ մի երկրում, որտեղ եւ գազը եւ էլեկտրաէներգիա մենաշնորհ եւ բոլորս գիտենք, որ ռուսական ընկերություններին է պատկանում, այս այլընտրանքային էներգիան զարգանա։ Նախ հարցը բավականին զարմանալի էր, որ հնչում է, որովհետեւ Հայաստանում կա 150 փոքր հեկեր, բոլորը մասնավոր են, բոլորը կարելի ասել, եթե ոչ ՓՄԾ այդ կարգի են, դրանք մի հոգունը չեն, այնպես որ տարբեր սեփականատերերի պատկանող ու այս ոլորտում են եւ ֆինանսավորվել են տեղական ֆինանսական շուկայում, իհարկե նաեւ միջազգային դոնորների աջակցությամբ, բայց ամեն դեպքում ուղղակիորեն դոնորից գումար չեն ստացել են տեղական բանկերով։ Այսինքն, եւ ես նկարագրեցի, որ դաշտը նույնն է եւ արևայինի համար եւ փոքր հեկերի համար։ Արևայինը նույնիսկ ավելի շահեկան է մնացած կարգավորման առումով։ Այսինքն ես համոզված եմ, որ սակագնի մակարդակը ֆիքսելուց հետո կամ այսպիսի գործարար ծրագրերը մշակելուց եւ ներկայացնելուց հետո բնականաբար ներդրումներ կարվեն։
Ես համոզված եմ, որովհետև հիմնական խնդիրը, որի նույն եվրոպական զարգացած երկրներում կա, դա վաճառքն է։ Այսինքն, թեկուզ կառավարությունը սուբսիդավորում է էժան վարկերով, բայց այդտեղ երաշխավորված գնում չկա։ Դու պետք է գնաս, գտնես քո գնորդին, ով որ այդ բարձր սակագնով կառնի։ Հայաստանը ունի գնման երաշխիք եւ ցանկացած ներդրող, երբ որ հենց միայն այդ պայմանը լսում են, ես հանդիպել եմ, ես կազմակերպությունների անունները չեմ կապել, բայց շվեյցարական կազմակերպություն, ֆրանսիական կազմակերպություն, բավականին մեծ փորձառությամբ ամբողջ աշխարհով։ Իրենք միայն այդ պայմանը լսելու դեպքում արդեն պատրաստ են, հասկանում են, որ իրենց ամենամեծ խնդիրը լուծված է։ Չէ՞ որ հայ ցանցերը կատամատական ընկերությունը բաժանորդներ են կորցնել տվյալ դեպքում, եթե օգտագործեն այդ արևային էներգիայի Գիտեք ոնց, դուք բաժանորդ կորցնելը ես չգիտեմ ինչ է նշանակում, եթե միևնույն է մարդը չի կարողանալու վճարել եւ անջատելու է սառնարանը, չգիտեմ հեռուստացույցը, լույսերը, էլի բաժանորդ են, չէ՞ կորցնում։ Դե ես նորից եմ ասում, բոլոր տեսեք ինչպես է, նույն սպառումը շատ մեր նման անապահով աղքատ մակարդակ ունեցող երկրներում սպառումը իհարկե շատ կախված է սակագներից եւ եթե դուք ենթադրենք ես իմ աշխատավարձի մակարդակով դուք ձեր աշխատավարձի մակարդակով ընդհանրապես մի քիչ հարմարավետությունը պակասեցնում եք, հա, ասենք 20 աստիճան ջեռուցելու փոխարեն 18-ի իջեցնում, ընտանիքներ կա, որ առհասարակ անջատում են։ Նրանք բաժանորդ են թղթի վրա, բայց գազ չեն օգտագործում, վառում են փայտ։ Ինչ է դա նշանակում, չկորցրին այդ բաժանորդին։ Եվ ես նշեմ, որ եթե այդ խնդիրը այդպես այդ հարթակում դրված լիներ, բնականաբար ոչ մի աշխարհում չէր զարգանա, որովհետև հավատացեք, որ եւ էլեկտրաէներգիա մատակարարող եւ գազ մատակարարող ընկերությունները նույն Եվրոպայում ավելի ուժեղ են, քան թե Հայաստանում, եւ նրանք միշտ կխոչընդոտեն, կփակեին այդ ճանապարհը։ Ես չեմ ուզում երկարացնեմ, բայց նույն հարցը ես տվել եմ ամերիկյան մի կազմակերպության, որ ծառայություններ էր մատուցում եւ ինքը իր բաժանորդներին օգնում էր էներգախնայության միջոցառումներ անել։ Ես հարցրեցի, ո՞րն է ձեր շահը, չէ՞ որ դուք բիզնեսին, ասենք, փոքր կազմակերպություններին ասում էր այս հաստոցը դրեք, այս դրեք, ասում էի ո՞րն է ձեր շահը։ Ինքը ասում էր, որովհետեւ այս գինը թանկանալու էլեկտրաէներգիայի, ինքը ի վերջո բանկրոտ է դառնալու, ես կորցնելու եմ բիզնես։ Իսկ եթե ինքը նորմալ հիմա ներդրում անի եւ կարողանա դիմակայել սակագների բարձրացմանը, ես կունենամ բաժանորդ։ Սա ուղղակի ոչ մեր աշխարհից, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, մեր օրենսդրությունն էլ է կարգավորում, որ վերականգնող էներգետիկայի գնումը ցանցի համար, նա պարտավոր է ձեռք բերել դա, նախքան անցնել մնացած տեսակներին, այսինքն մինչև գազի կայանից էլեկտրաէներգիա առնելը նա պարտավոր է դա գնել վերականգնող էներգետիկայից, օրենքով լիցենզիա կա։ Շատ լավ։ Եթե ոնց ենք ավելի կոնկրետ խոսել, արևային տեխնոլոգիաները հիմնականում ինչ նպատակներով կարող են օգտագործել։ Ուրեմն նշեցի, որ արևային, տեսեք արևային էլեկտրակայանների մասին մեծածավալ, որը միանում է ցանցին եւ սովորական օգտագործում են բոլոր մարդիկ առանց տարբերակելու դա ինչ տեսակի էլեկտրաէներգիա է։ Երկրորդը դրանք կարող են տեղակայվել առանձին կազմակերպությունների վրա, տանիքներում, բակերում եւ այլն։ Այս տեխնոլոգիան մի քիչ ավելի թանկ է, որովհետեւ ինքը փոքրածավալ լինելով, նաեւ որոշակի ցանցի, այսինքն ձեր սարքավորումներին բավարարելու առումով ինքը դեռևս ավելի թանկ է եւ անիմաստ է, եթե բնակչին խորհուրդ տանք, ասենք դրեք ձեր համար ձեր բալկոնում արևային, այլ բան է, եթե նա շատ փող ունի եւ ուղղակի ցանկություն է, բայց եթե տնտեսապես հիմնավորվածություն եք նայում, անիմաստ է դեռևս։ Երկրորդը դա ջրատաքացուցիչների ջեռուցման համակարգերի օգտագործումն է։ Ջրատաքացուցիչները իհարկե շատ լավ է, եթե իրենք ջեռուցման ցանցի հետ են աշխատում համընթաց, դուք նշեցիք արևի արկայությունը, հա, իհարկե արևի արկայությունը պարտադիր պայման է եւ ջրատաքացուցիչը ձեռք բերելուց դուք պետք է հաշվի առնեք, որ ինքը տաք ջուր, ինչքան տաք ջուր եք դուք սպառում, ենթադրենք ամառը, ձմեռը եւ հնարավոր է արդյոք այդ տաքացված ջուրը մտցնել ձեր կաթսայով պտտացնել, որպեսզի ինքը ավելի էժան ստացվի, որովհետև որոշ դեպքերում կարելի է ջեռուցել հենց տաք ջրով, բայց որոշ ռեգիոններում դա հնարավոր չէ, եթե արևային օր չեղավ, դա խնդիր կլինի, պետք է մեծ կուտակիչներ դնել, որը թանկացնում է։ Սա երկրորդն է, եւ երրորդը կերակրի պատրաստումն է արևային այդ կայանների վրա, որը եւս աշխարհում որոշակի հատկապես այն վայրերում, որտեղ մատչելիություն չկա ավելի կատարյալ ծառայությունների, դա օգտագործվում է։ Ձեր կամեցեք
պատկերացրել եմ, որպես ուղղակի հասկանում թե որքանով է այդ բանակցությունները ասենք նորություն, հա, Հայաստանի համար։ 2000 թվականից հետո, երբ Արմեն Սանցերը ծրագրով այդ քարտեզավորումը եղավ արևային տարածքների, Անկայություն հետաքրքրվել է եկել գնացել են։ Հիմա կոնկրետ այս բանակցությունները ինչ-որ բանով տարբերում են նախորդներից թե չէ։ Եվ բանկերի հետ կապված է վերացը մի քանի բանկեր կան, որոնք առաջարկում են ներդրումային պրոդուկտներ, դա ասենք օրինակ Bigos դատից մեկը հենց տնային տնտեսությունների համար, բայց իրենք վարկավորում են միայն վերանորոգում, իրենք ես որքանով գիտեմ, արևային երթակղիչներ չեն վարկավորում ձեռբերում։ Դες ինչու է դա։ Ուրեմն առաջինը սկսենք վերջինից, բանկեր կան, ես ուղղակի չեմ կարող հիշել Bigos բանկայի ծրագրում ընդգրկված է թե չէ, բայց եթե դուք մտնեք EBRD սայթը, հա, Web-ի սայթը, այնտեղ դուք կարող եք տեսնել որ բանկերն են ֆինանսավորում նմանատիպ ջրատաքացիչների, Արարատը գիտեմ, Ամերյան, եթե չեմ սխալվում, միացել է եւ Ագբա բանկը, եթե չեմ սխալվում, միացել է եւ այդ ծրագրից օգտվելու դեպքում 10% իրենք կանխիկով գումար է ստանում, ջրատաքացիչի ներդրման գումարի 10%-ը ստանում են ետ, այսինքն դա կարող եք ճշտել։ Երկրորդը ինչ վերաբերում է այն հետաքրությանը, որը եղել է 2000-ականներին, իհարկե ես նորից գյուտ չեմ անում արևային էներգիայի ակնհայտ մենք ունենք այդ արևային ռեսուրսը եւ միշտ էլ եղել է հետաքրության կենտրոն։ Ունեցել ենք Արևի ինստիտուտ, ունեցել ենք մեծ գիտական պոտենցիալ եւ այլն եւ օգտագործված տարբերությունը հետեւյալն է, այդ հետաքրքրությունը միշտ եղել է, հասկացել են սա դաշտն է, սա ռեսուրսն է, մեր մոտ քանի որ տնտեսապես ինքը տեխնոլոգիայի թանկ լինելու պատճառով տնտեսապես շահավետ չի եղել ներդրում անելը, այդ չի արվել, նաև իհարկե ինչու՞ չէ, նաև կառավարությունն էլ գիտակցելով, որ դա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ սոցիալական բանի, այդ տարիֆի սահմանումը միշտ կարծես թե ձգձգվել է։ Այս պարագայում արդեն եւ մի կողմից վերջին 5 տարիների ընթացքում տեխնոլոգիան շատ կտրուկ էժանացել է, շնորհիվ նաև չինական արտադրության, շնորհիվ ընդհանուր շուկայի գլոբալ զարգացման եւ նաև ֆինանսավորման, որովհետեւ հիմա հարուստ երկրները շատ են, հատկապես Աֆրիկայում մեծ ներդրումներ են անում արևային էներգիայի օգտագործման համար, դրա համար անում են։ Այս հետաքրքրությունը ավելի կոնկրետ է, որովհետեւ արդեն իրենք գիտեն, կա ծրագիր, կա օրենսդրական դաշտ, կա ռեսուրս։ Եվ այստեղ արդեն իրենք կոնկրետ պետք է իրենք աշխատում են արդեն կոնկրետ գործարար ծրագրի մակարդակի վրա։ Եթե նա ընդհանուր հասկանալու մակարդակ էր, արդեն այստեղ իրենք արդեն հաշվում են որտեղից ձեռք բերեն, ինչ տեսակի դնեն, որտեղ դնեն, սա եւս կարեւոր է։ Աշխարհի ո՞ր երկրներն են ավելի շատ օգտագործում։ Ինչպես նշեցինք, արդեն Գերմանիա, Ֆրանսիա, այսինքն սկիզբը դրել են եվրոպական երկրներ, ովքեր մեծ սուբսիդիաներ են տվել։ Հիմա կարող եմ ասել, որ ավելի շատ աֆրիկական երկրներում են Աֆրիկա հարավային Ամերիկա, որովհետև տեսեք ինչպես է, օրինակ նույն կամ երկրներ կան, որտեղ չկա ընդհանրապես էլեկտրաէներգիա։ Լավագույնը օգտագործում են դիզելային գեներատորներ։ Հիմա դիզելային գեներատորը ավելի թանկ է, քան թե արևային ֆոտովոլտաիկը։ Բնականաբար շատ հեշտությամբ, առանց որևէ դժվարության մարդիկ փոխում են։ Մեր դեպքում մի քիչ ստացվում է, եթե փոխում են, թանկ է լինելու, ենթադրենք նույն պետությունը մտածում է, եթե այսօր էլեկտրաէներգիայի սակագինը այսքանն է, արևը ինչի արևից առնենք, որը ավելի թանկացնելու է սակագինը։ Եթե դա էժանացներ, նույնը մեր երկրում կլիներ, բայց հիմա խնդիրը դա է, կամ չունեն բացարձակապես, իրենք ինչ որ մի բան պետք է դնեն, եւ արդեն նպատակարար է 0 տեղում դնել արևային, ոչ թե այլ տեխնոլոգիա։ Երրորդ առավելությունը նա է, որ իրենք չունեն մեծ ցանցեր, ասենք մեր Հայաստանը ամբողջությամբ կարծես թե ցանցով պատված է եւ որտեղ էլ կառուցենք, շատ հեշտությամբ կարող ենք միանալ ցանցին։ Իրենց դեպքում հարյուրավոր, հազարավոր կիլոմետր ցանց չկա։ Այսինքն այդքան ցանց կառուցելու փոխարեն իրենք անում են փոքր կայաններ, մի գյուղի համար, մի, չգիտեմ, գործարանի համար կամ մի հյուրանոցի համար, ինքը դնում է այլ լոկալ։ Ինքն ավելի շատ այդ երկրներում է հիմա դնում։ Իհարկե կա Ուկրաինայում, մեր ռեգիոնում Թուրքիան շատ մեծ ակտիվորեն օգտագործում են այդ ռեսուրսները։ Դուք ունեք կենտրոնական Հա, դուք ասացիք մեր տանը, չէ, իհարկե չունեմ, նախ տեխնիկական խնդիրներ կա, որ դրանք, նու ֆոտովոլտաիկ կայան բնականաբար թանկ է եւ ես այս պահին բացարձակապես եւ նաեւ դրան, եթե դու ունեն մեզ նման կայան, դու պետք է նաեւ խնամք տանես, հոգ տանես,
այս պահին ես չեմ կարծում, որ դա նպատակահարմար է։ Ջրատաքացուցիչների հետ կապված էլ, ասենք նույն խնդիրը ջրատաքացուցիչների մեկ այլ խնդիր է։ Եթե ես այն հզորության ջրատաքացուցիչ դնեմ, որպեսզի ենթադրենք բավարարի, ես բավականին ներդրում պիտի անեմ, ենթադրենք էլի 5-6 հազար դոլարի մասին է խոսքը, որը դեռևս ծախս արդարացված չէ։ Միգուցե մի քիչ մեր սպառումը մի քիչ եթե մեծացնենք, այսինքն, չգիտեմ, ընտանիքը լայվի կամ չգիտեմ, միգուցե իմաստ ունենա, բայց այս պահին դեռևս այդպիսի 5000 դոլար, 400,000 Դե դուք ինչ գիտեք մեր տունը ինչ չափերի։ Չէ, դե տունը չեմ ասում։ Կատակ եմ անում, ես նկատի ունեմ, ես ինքս ամեն իմ տան համար ես հետաքրքրվել եմ եւ նույնիսկ ինչ որտեղ այստեղ բոլորին ներկայացնել, որ ինչ որտեղ մենք նաեւ բարելավել ենք մեր պայմանները, չնայած էլի ձեր ասած վարկերով, որովհետեւ նույն բնակարանում, ասենք 3 սենյականոց բնակարանում շատ դժվար է ինչ որ ձեր լուծում ունենալ ու կարողանալ տարբերակներ ունենալ։ Իսկ եւ ես նորից եմ ասում, չպետք է մարդկանց թյուրիմացությունների մեջ գցել նաեւ, որովհետեւ բազմաբնակարան շենքի բնակարաններում արևային ջրատաքացուցիչներ մասնավորապես կարող է դրվել մաքսիմում տանիքներին, բայց այդ տանիքը պետք է ունենա համապատասխան այդ բոլոր բաները, բազմաբնակարան շենքեր պետք է անվտանգության նորմերը հաշվի առնվի, որովհետև այդ ջուրը կարող է մի օր եռալ թափվել, դուք երբեք երաշխավորված չեք նման բաներից, այսինքն խնդիրներ կան, որ կուրորեն մեր խնդիրն է խթանել դրանց օգտագործումը, բայց մենք չենք ուզում, որ անգրագետ օգտագործման պատճառով հեղինակազրկվի, այսինքն դա շատ լավ տեխնոլոգիա է, բայց եթե մեկը դրեց մի բան այնպես չեղավ, ասելու են խնդրեմ, իսկ քանի որ մի կողմից էլ դրա համար ինչ-որ արգելքներ էլ չկան, հա, դրա շանսերը շատ մեծ է, դուք պատկերացրեք, եթե ամեն մեկը պատշգամբում բերի դնի ջրատաքացուցիչ ու, չգիտեմ, շենքի ծանրությունը, մյուսը կան խնդիրներ, դրա համար այդ կազմակերպություններին պետք է անպայման մենք էլ պահանջում ենք, որ ենթադրենք, եթե վարկավորման ծրագրեր են նույնիսկ արվում, ապա այդ սարքավորումները բերվի այնպիսի կազմակերպություն, ով որ ունենա մասնագիտական անձնակազմ, ով որ ունենա երաշխիքային, գետերաշխիքային սպասարկման հնարավորություն, այսինքն խանութ, որ ոչ թե գարաժից բերեն ինչ-որ մի բան վաճառեն ու ծրագրի մասին։ Ֆինանսավորվելու է դուք ասացիք 26 միլիոն դոլար, քանի տարվա համար, քանի կայան է կառուցվելու, քանի տնտեսություն կկարողանա օգտվել եւ Ну 26 միլիոնը իր հերթին բերելու է նաև այլ ներդրումներ, այսինքն ինքը միայն 26 միլիոնով չի բավարարվելու, չէ, 5-6 տարվա ծրագիր կլինի, մենք ենթադրում ենք, որ այդ 26 միլիոնը կբավարարի իր հետ բերած արդեն ֆինանսավորումով, որը նախատեսում է եւ համաշխարհային բանկի, եւ Ասիական զարգացման բանկի, եւ նաեւ մասնավոր բանկերի եւ մասնավոր ներդրողների կողմից, այսինքն ընդհանուր գումարը կլինի շատ ավելի մեծ եւ մոտ 4 անգամ մեծ, եւ արդեն հնարավորություն կտա մինչեւ 50 մեգավատ կայաններ կառուցել։ Կայանների թիվը այստեղ ճիշտ ասած այս բանին մենք չենք կարող ասել, որովհետեւ մենք պետք է առաջին մի տարում որոշակի նաև չափումներ, ճշգրիտ չափումների մոնիտորինգի արդյունքում ձևավորենք այն պոտենցիալ տեղերը, որը լավագույնս կօգտագործվի։ Դուք գիտեք, բավականաչափ քննադատություն է ենթարկվել թեկուզ հեկերի կառուցումը, որ ասում են ով որտեղ ուզեց հեկ կառուցեց, հա։ Դրա համար մենք ուզում ենք փորձենք ցույց տանք այն տեղերը, որտեղ նպատակահարմար է եւ որտեղ արգելված չէ, որտեղ այսինքն կարելի է կառուցել, նաև շահավետ է կառուցել։ Այդ սկզբունքից ելնելով այդ ինֆորմացիան մենք կդրամադրենք։ Տնտեսությունների թիվը դե եթե ասենք 50 մեգավատ ինքը ցանցին է միանալու, ինչքան է, չգիտեմ, տնտեսության 1 կիլովատ ինչքան ենք հաշվում։ Ինչի՞ մեգավատ։ Քանի ընտանիք կարելի է։ Հա, եթե մենք հաշվենք, ենթադրենք այդ կայանների համար 50 մեգավատի կան ընտանիքը, բաժանում եք միջին ընտանիքը 300-400, ну 500 կիլովատ արտադրում տնական։ Ամենը մոտավորապես այդ հաշվարկով։ Բաժանում եք, ստանում եք։ Այսինքն ինքը դրանից օգտվելու են բոլոր ընտանիքները, եթե այսպես ասեմ, բայց ինքը այս պահին ինքը չի, եթե մենք հաշվենք, որ մեր ամբողջ տնտեսությունը, հա, եթե այսպես հաշվենք, եթե գնահատենք մոտավորապես 2500 մեգավատ,
Այսինքն ինքը կլինի 8%, 9%, ինքը մոտավորապես շատ կոպիտ հաշվարկներով բնակչության ընդհանրեն 8%-ը կարող է տվել, բայց իրականում չէ, ամբողջից։ Իսկ ավելի գիտեք ոնց է, դու չի կարող ավելի էժան լինել, ես դա եմ բացատրում, որ նվազագույնը առնվազն գոնե նույնը պետք է մնա։ Եթե հաշվի առնենք, որ արդեն սակագինը միևնույն է բարձրանում է, նաև եթե գազի գինն այլ կայանների գինը բարձրանա, բնականաբար սակագինը կբարձրանա։ Ես ձեզ ասեմ, այսինքն ինքը տեսեք ինչպես է, ինքը մի առաջինը թույլ կտա զարգանալ ոլորտին։ Երկրորդը, մենք ունենք 5 կայաններ, որոնց փոխարինման ժամանակը գալիս է, չէ՞։ Եթե մենք սա զարգացած չունենանք շուկա, ինքը կփոխարինվի իր նման գազի կայանով։ Եթե մենք ունենանք այսպիսի վերականգնող բան, արդեն նրանցով կփոխարինվի, սա է խնդիրը, այսինքն մեր մի ռեսուրսը, նույնիսկ թեկուզ փոքր հեկը, հիմա մենք հեկ ունենք միգուցե 20 տարի առաջվա կառուցած հեկը, այդ հեկը արդեն պիտի դուրս գա, չէ՞։ Այդ պակասը ինչ որ բանով պետք է լրացվի, որպեսզի դա չլրացվի գազով կամ ածուխով, պետք է արևոտ բնակչության համար օգուտը ասեմ ինչ է։ Ուրեմն առաջին հերթին, ինչքան դու կախված ես գազից եւ այլ համակարգներից, այնքան խոսակագները աճելու միտում ունեն։ Եթե դու որովհետեւ վերականգնող էներգետիկա, եթե այսպես կորի նման պատկերացնենք, թանկ է հենց կառուցումը, մնացածը արդեն էժանանում է։ Եթե մենք նայում ենք գազի կայանը, այս պահին էժան է, հետո թանկանում է։ Այսինքն մենք չենք կարող խուսափել այդ գազի կայաններից, որովհետև հաստատուն են դրանք, մենք դրա համար մենք երկրաջերմային չենք ուզում զարգացնենք, որովհետև դա 24 ժամ աշխատող տեխնոլոգիա է, ոչ թե երբ որ արև կա կամ քամի կա կամ ջուր կա, այլ միշտ ինքը կայուն է։ Եթե սա լինի, ապա Հայաստան իսկապես շատ կդառնա ապահով անվտանգ երկիր էներգետիկ առումով։ Իսկ նույն արևային կայանների եւ մյուսների դեպքում դու երաշխավորված ես, որ հետագայում դու սակագնի խնդիր չես ունենալու։ Այսինքն առնվազն եթե հիմա սա է, ինչքան քո մոտ սրսկես այս տեխնոլոգիաները, այնքան հումքի գների ազդեցությունը քո վրա չի ազդում։ Այսինքն կխուսափենք հետագա կախվածությունից ամենակարևորը։ Եվ ասենք նաեւ անվտանգության առումով բնականաբար տեսեք, եթե մենք խոսում ենք փոքր հեկերի մասին, մոտ 10 տարի առաջ նրանց մասը ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 0.5% էր ընդամենը եւ այս պահին 11% է։ Այսինքն կարող ենք ասել, որ մենք այդքանով անկախ դարձանք։ Եթե կոպիտ ասած էներգետիկ ճգնաժամը հիմա վրա գար, մենք այդքանով ապահով կլինենք։ Ինչքան այդ մասը ավելացնում ենք եւ մնացած մասերը պակասեցնում ենք, այնքան մեր համար ավելի ապահով է։ Եվ նշեմ, մեկ ժուրնալիստից, եթե չեմ սխալվում, դուք հարցրեցիք նաև ստրատեգիական փաստաթղթերում նշված լինելու մասին։ Ես ճիշտ ասած նշեմ, որ այսպես հատուկ ձեր շատ չնայած եմ ասել, բայց նշեմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությունը հոկտեմբերի 24-ին, կարծեմ թե նոյեմբերին կա պրեզիդենտի կայքում դրված է էներգետիկայի անվտանգության հայեցակարգը, էներգետիկա Հայաստանի էներգետիկա անվտանգության հայեցակարգը, որտեղ ես ինչի եմ հատուկ ուզում նշել, որտեղ բավականին բացահայտ նշված են եւ մեր խնդիրները եւ մեր, այսպես ասած, մտահոգությունները Հայաստանի էներգետիկ համակարգի առջեւ կայացած թեկուզ կարճաժամկետ ապագայում կամ երկարաժամկետ ապագայում ինչ մենք վտանգներ ունենք, ինչպես նաեւ ինչպիսի առաջնայնություններ է սահմանում երկիրը եւ հիմա հենց այդ նախարարությունը նաեւ կառավարությունը ակտիվորեն աշխատում են այդ փաստաթղթից բխող որոշումների կայացման շուրջ եւ կարծում եմ այս ծրագիրն էլ ձեր ներկայացրած ծրագիրը իդեպ ինքը մեծամասամբ կրկնում է համարյա թե բոլորը, որը որ մենք ենք ներկայացրել, բնականաբար, որովհետեւ նույն հանրային քննարկումների արդյունքում ձևավորված ծրագիր է։ Եվ հուսով դա կօգնի նաև որոշակի։ Շատ լավ, ձեր հարցը խնդրեմ։ Կա ինֆորմացիոն գործակալություն։ Ընդհանրապես ներդրումը արվեց, այդ կայանը կառուցվեց։ Ինչ որ կետ չի գալու, երբ որ այդ ներդրման գումարը դուրս է գալու, այսինքն միտում չի լինի։ Հա, դուք շատ ճիշտ հարց տվեցիք, ուրեմն կառավարությունը երբ որ երաշխավորել է, ասենք 20 տարվա ընթացքում, 20 տարվա ընթացքում արդեն այդ սակագնով, պայմանավորված սակագնով պարտավոր է ձեռք բերել։ Բնականաբար նրանից հետո ինքը արդեն
դուրս գա այդ կարգավորման կետից եւ այո իհարկե այդ ժամանակ բնականաբար կարող է վերանայվել եւ իջել որովհետեւ իրենց ծախսերը արդեն մեծապես կարծել ետգմված են եւ սակագինը արդեն կապված կլինի տվյալ շուկայի պարագայում այդ անհրաժեշտությունից բայց 20 տարին դե օրենքը երաշխավորում է ոչ հիմա չէ օրենքը երաշխավորում է բայց դու գիտեք ինչպես է հիմա մեր օրենսդրությամբ երբ որ մենք ասում ենք սակագին չկա դա չի նշանակում դաշտը բաց է ու սա մեծ խնդիր է ցանկացած ներդրող բաց եթե նայեք էներգետիկայի մասին օրենքը ցանկացած ներդրող կարող է իր գործարար ծրագիրը ներկայացնել հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին եւ հանձնաժողովը օրենքի դրույթների համաձայն կարող է տալ սակագին ամեն մի ընկերությանը այո շատ երկրներում հենց այդ մոդելն է աշխատում մեր մոտ էլ է այդ մոդելը եղել 2000 մինչեւ 4 թվական 5 թվական այսինքն ամեն հիմա էլ կան հաշվարկային սակագնի այդպես ինվեստիցիոն ծրագրեր ներկայացնում են իրենց հիմնավորված ասենք օրենքի դրույթներով հիմնավորված եւ ստանում են դա խնդիրը հետեւանն է որ նաեւ մի քիչ պետք է ոնց որ հասունանան այդ ներդրողներն էլ ինձ թվում է արդեն այս տեխնոլոգիաների գների իջեցումը չէ ինքը պետք է իր հաշվարկները անի այսինքն ինքը ինչ կայան է կառուցում ենթադրենք 5 մեգավատ կայան հա ինչքան գումար է իրեն պետք է 5 ենթադրենք 125 միլիոն դոլար ինչքան է մաշվածություն ինչքան է սա ինչքան է վարկի տոկոսը օրենքը սահմանում է դրա հիման վրա հաշվում է իր բիզնես պլանը եւ հասկանում է այդ ապրանքը ինչ գնով պետք է վաճառի որ իրեն ձեռնտու լինի եւ գնում է հանձնաժողով ասում է ուզում ինձ տալ սակագին սա իմ ծրագիրն է սա է մեխանիզմը այսինքն ինչպես անում են մնացած ընկերությունները նաեւ հաշվարկման մեթոդիկան է որը շատ կարեւոր է այսօր նույն Երևան ջուրը չունի հաշվարկման կորուստների հաշվարկման մեթոդիկա դա ՀՑԿ-ում ասում են իրենք չեն կարող հաշվարկեն արդեն ես չեմ ուզում դրան վրա ծանրաբեռնեմ բայց դա շատ կարևոր խնդիր է որը այսօր նույն էլեկտրաէներգիային նույն չվերադառնամ բայց դա քաղաքական ավելի շատ պատվեր էր որ իրականացած թանկացած ոչ մի հիմնավորում լուրջ չկար որովհետեւ մենք դա ՀՑԿ-ում էլ ենք ասել բայց դա չի մեր թեման, դա չեմ ուզում ասում, նաև Տիկին Թամարը ասածն ուզում շարունակեմ, որ ցանկացած կազմակերպություն կարող է դիմի, բայց հենց խնդիրը նաև է, որ մենք կարողանանք մեր ալտերնատիվ էներգետիկան զարգացնող կոնկրետ արևային էներգետիկայի մասով օգնենք զարգանան այդ կազմակերպությունը։ Ու այսօր որ մենք էլի ես եկային կետին Տիկին Թամարը, որ իրազեկվածության պակասը ցավոք սրտի կա, որ շատ բաներով մենք միանման զուգահեռ փաստորեն գնում ենք։ Եվ պետք է հասարակական ճնշում լինի։ Ես սա էլ ասեմ, որ բոլոր երկրներում որտեղ զարգացել է, հաշվի առնելով նորից եմ ասում, ես մի քիչ շատ եմ ասում թանկ լինելը ու չգիտեմ շատերին խոսքը մի քիչ շահարկելով ներկայացում են, որ կառավարությունը ասում է թանկ է, չենք զարգացնում, ոչ։ Իմ ասածը նա է, որ քանի որ թանկ է, հա, զուտ սոցիալական խնդրից ելնելով ասում են, որ խնդրեմ կլինի, բայց ես անձամբ իմ համոզմունքն է, որ եթե թանկ ավելի լավ է մարդը գիտակցի, որ օգտագործում է իր ռեսուրսը թեկուզ թանկ, քան թե չգիտեմ, մեկը թանկացող հետագա այլ էներգիա, հա։ Այսինքն ես այդ արդեն նշանաբանի նման է հնչում, ասում են կարևը թանկ է, բայց մերն է, այսինքն դու պետք է այդ նաև հասարակական ճնշումը լինի, ինչի եմ ասում, լինի կառավարության վրա, որ նաև կառավարությունը հասկանա, որ սա իրոք պահանջված է։ Ես շատ ուրախ եմ այդ բոլոր թեկուզ քննադատական, թեկուզ հոդվածների, ելույթների համար, որովհետև դա նաև մեզ է աջակցում։ Ցույց տան, որ գիտեք ինչ, հասարակությունը սպասում է լուծումների այս ուղղությամբ, պետք է ցույց տալ։ Եվ նաև սա մեզ օգնել է նաև այս ծրագիրը հաստատելու գործում, որ ասենք մեծ պատկերացրեք նշեցիք ինչ երկրներ են այդ կլիմայի ներդրումային հիմնադրամը, դրանք զարգացած երկրներ են, ասենք Անգլիա, Ամերիկա, Ֆրանսիա, Ճապոնիա, Գերմանիա, մի խոսքով գիտեք աշխարհի հզորները, որոնք տալիս են այս ծրագիր, այսպիսի ծրագրի զարգացման համար, ես նշեմ, որ ամբողջ մայրցամաքում, ասենք Եվրոպա եւ Եվրազիա, այսպես ասեմ, Հայաստանն է դրանից օգտվում եւ Մոնղոլիան։ Այդ վերականգնող էներգետիկայի ընդլայնման ծրագրում դեռ Մոնղոլիան չեն հաստատել։ Երբ որ ես ասում եմ, որ նա ուղղակի կա, այլ երկիր դեռևս շանս չունի նմանատիպ ֆինանսավորումից օգտվել եւ նման ծրագիր անել։ Իսկ այդ արվել է, որովհետեւ ջանքեր է թափվել, որովհետեւ մենք նաեւ ցույց ենք տվել, որ գիտեք ինչ։ Մենք ունենք պոտենցիալ, մենք ունենք գիտակրթական, այսպես ասեմ, հասարակություն, մենք ունենք ակադեմիա, մենք ունենք ինժեներներ, որոնք
էականորեն առաջին ծրագրերի ժամանակ մենք օգտագործել միջազգային էքսպերտներին, այդ փորձի փոխանակումը կլինի, երկրորդ ծրագրերը ավելի էժան կստացվեն, որովհետև արդեն այն ինտելեկտուալ մասը կլինի հայկականը, տեղականը, ոչ թե, որովհետև այդ նույն արևային ֆոտովոլտաիկ, որ ասում ենք թանկ կա, նաև թանկ կա ի հաշիվ այդ մասնագիտական ներդրման։ Եթե դու բերում ես Շվեյցարիայից մասնագետով, որ 3 շաբաթ պիտի Հայաստանում մնա, 3 շաբաթվա իր աշխատավարձ հետ ամեն ինչը դրվի կայանի մեջ, հա, երկրորդ ծրագրին արդեն են մեր նույն ինժեներները, ովքեր մեխանիկական գործը արել են տեղակայման, արդեն նա կլինի, այդ շվեյցարացին կգա 2 օրով ենթադրենք, հաջորդ պրոյեկտն ինքը միայն կզանգի, այսինքն ես հավատում եմ, որ այդ ոնց որ, չգիտեմ, IT ոլորտում է հիմա բում, որ հայկական ուժեղներ կարողանում են աշխատում են, ոչ ավելի պակաս կլինի սա եւ նաեւ այստեղ շատ կարեւոր ստրատեգիական հարց կա նաեւ այս մեր հեռավոր տարածքների զարգացման համար, որովհետեւ այս չգիտեմ ինչքանով եք դուք տեղյակ, բայց օրինակ Արարատյան դաշտը ամենավատն է արևային տեխնոլոգիաների համար, էլեկտրական տեխնոլոգիաների համար, լավագույնը Գեղարքունիքի մարզն է, Շիրակն է, Սյունիքն է, այսինքն բարձր լեռնային, որտեղ օդը մաքուր է եւ ջերմաստիճանը ցածր է, այսինքն շոկ, որտեղ այդ սարքերը, այդ տեխնոլոգիաները, հա, իրենց արդյունավետությունը ջերմաստիճանից կախված ընկնում է, եթե շոկա պիտի ինքը քիչ արտադրում էլեկտրաէներգիա։ Այսինքն սա նաև հնարավորություն կտա, որ ասենք այնտեղ կայաններ դնելով մարդիկ պետք է ապրեն սպասարկող անձնակազմ եւ այլն, նաև արդեն զուտ տեղական խնդիր է նաև լուծվում։ Ֆինանսավորումը որ թվականից է։ Ֆինանսավորումը կարելի ասել որոշ ֆինանսավորման որոշումը արդեն հունիսի 27-ից է, ֆիզիկապես այդ գումարները հասնելու համար այդտեղ պետք է միջազգային պայմանագրեր, վավերացում, որը ենթադրում են, որ 1 տարի մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործընթացը մի քիչ հեշտացնենք, արագացնենք։ Ինչքան տեղ է տրվում։ Մենք, գիտեք, մենք դիմել ենք, երևի մի տարուց ավել տևել է։ Մենք գիտենք, որ 2013 թվականին ատոմականի 30%-ն է ապահովել էլեկտրաէներգիա, ալտերնատիվ բոլոր այդ որքան տոկոս են ապահովել եւ կոնկրետ արևային։ Ես նշեմ, որ Հայաստանը համարվում է բավականին լավ հավասարակշռված համակարգ, որովհետև 1/3 ատոմական, 1/3 գազ եւ 1/3 հեկեր եւ վերականգնող էներգետիկա։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք 1/3 կարելի ասել սեփական ռեսուրս մեծ հեկերով, վերականգնող էներգետիկան արդեն ասացի մոտ 11%, հիմնականում փոքր հեկերի հաշվին է եղել։ Իսկ արևային դրանից Արևային չկա։ Արևային չկա։ Բացարձակ չկա։ Այսինքն Հայաստանում կա հնարավոր ձեռքբերել նման տեխնոլոգիաներ։ Իհարկե կա, այո։ Տեխնոլոգիաներ, բացի սարքը կա, արդեն կա սարքեր, ուղղակի թանկ է։ Նպատակն է, որ էժանացնենք։ Այս դա է նպատակը։ Այո, որովհետև հիմա չկա։ Հա, 38 ենթադրենք։ Հիմա 42։ Բայց դա սպառում չի գտնող սպառող չի գտնվել։ Իմաստը չէ։ Չէ, ինքը առանձին հո չի պատճառում։ Ցանցը պարտավոր է գնել, այսինքն այստեղ խնդիրը հետևյալն է, եթե սպառողը պիտի գնի, չէ՞։ Բայց դուք չեք, դուք քիչ երևի հարցը լավ չեմ հասկանում, դուք գիտեք, մեր բոլոր սպառողները վճարում են նույն սակագնով։ Ճիշտ է։ Ո՞ր է տարբերությունը։ Դե հենց դե խնդիրը հետևյալն է, որ այդ տարբերությունը հենց այդ տվող չկար, դրա համար էլ չեն սահմանել 80 դրամ։ Այսինքն եթե 80 դրամ անեին, կամ պետք է սպառողի սակագինը բարձրացնեին, կամ հարկեր պիտի ավելացնեին բյուջե, կամ չգիտեմ ինչ-որ մի բան անեին, որ դրանով փակեին։ Բայց արդեն այս ծրագրի շնորհիվ այդ նվազեցումը, հա, բայց չէ, ծրագիրը տալիս է էժան ֆինանսավորում պետությունը այդ էժան ֆինանսավորումը հատկացնելու է մասնավոր ներդրողին, որպեսզի 80 դրամ փոխարեն ենթադրենք 50 դրամ լինի։ Թվերից չկարճեք, խնդրում եմ, էլի հանկարծ մեկ էլ հարից առասել չասիսակ ձրի չեն, դա 0.25% 40 տարի ժամկետով, համարյա ձրի է, ճիշտ եք ասում, ինքը այդպիսի վարկային ռեսուրս կարելի ասել չկա, 40 տարի մարման ժամկետով 0.25%, սա այն գումարն է, որը տրվում է պետությանը,
Դրան կգումարվեն այլ գումարներ, էլի օրինակ 5%-անոց վարկեր, ենթադրենք 10 տարի ժամկետով, հա, կամ չգիտեմ 7 տարի ժամկետով 7%-անոց։ Մենք պետք է այսպես խառնուրդային մի ֆոնդ ստեղծենք, որ ենթադրենք այսօրվա անպայման եւ որպիսի այսօր օրինակ բանկը ենթադրենք տրամադրում է 10% վարկ, չգիտեմ 7 տարի ժամկետով, միջին շուկայականն եմ ասում, ինքը լինի, ասենք թե 5%-անոց 15 տարի ժամկետով, բայց ինքը վարկա եւ ինքը պետքա այդ էլեկտրաէներգիան վաճառում է ցանցին, ստացած գումարից փակում է վարկը։ Բայց հետո 80 է լինել սակագինով, վճարելով, առնի ես Դե 80-ը եթե լիներ, 80-ով հո դուք չեք առնելու, 80-ը կազդեր բնակչության վրա, ենթադրենք սակագինը կլիներ ոչ թե 42.5, օրինակ կլիներ 50 ու բողոք կլիներ, ճիշտ է։ 80-ի դեպքում միջինացված գինն է կարևորը։ Ինքը գալիս է բալանսավորված ամբողջ համակարգի համար, այլ։ Համակարգը արտադրողից առնում է 80-ը։ Մարդը չի առնում, իհարկե։ Օրինակ դրսում մի քիչ այդ խնդիրը կա, որ իրենք պետք է գնորդ գտնեն, իրենք պետք է սերտիֆիկատներ են տալիս։ Իսկ դա ցանցին է միանում, կայանա, ոնց որ հեկերը, ոնց որ Դե ես ասում եմ գինը էժանանում է միայն երբ որ էժան ռեսուրս է վերցնում։ Այսինքն եթե դուք գնում եք արտադրում եք կարագ, այդ կարագի համար գնեք գումարը հիմիկվա բանկերից գնաք վարկ վերցնեք, 10%-անոց վարկ ենթադրենք 7 տարի ժամկետով, ձեր կարագի գինը կլինի ենթադրենք 2000 դրամ։ Եթե դուք գնեք այդ ծրագրից 5%-անոց վարկ 20 տարի ժամկետով, ձեր կարագը կլինի ենթադրենք 700 դրամ։ Սա է խնդիրը։ Այդ սահմանված տարիքն է։ Դե սահմանված սակագինը օգոստոսի 1-ից սպառողի համար։ Այսինքն արևայինի համար սահմանված չի հաստատում տարիք, արևայինի համար դա սպառողի սակագինն է, ուղղակի արևայինի համար սահմանված է, որ կարող ես դու ցանցից օգտվել եւ հետալ ցանցին, այսինքն եթե դու դնես քո պատշգամբում կամ տանիքում արևային էլեմենտ, դու կարող ես ցանցի միանաս հակադարձ ռեժիմով։ Հա, այսինքն սա է։ Տիկին Թամար, եթե դուք ես հստակ ասեմ, որոշումն է, հանրային ծառայությունները կարող հանձնաժողովը որոշումը այստեղ գրված է, որոշմամից 0.38 կիլովատ լարմամբ սնվող սպառողների այդ թվում բնակչության համար ցերեկային սակագին 41.85 դրամ կիլովատ-ժամ ներառյալ ավելացած արժեքի հարկը եւ գիշերային 31.85։ Սա տրվում է միջինացված գինը սակագինը։ Հիդրոէլեկտրակայան, ջերմակայան, ատոմակայան, իրենք վերցնում են, դա գումարում են միջինացված գին են տալիս։ Այսինքն հիմա հիդրոէլեկտրակայանները ամենաէժանն են տալիս Հայաստանում, հոսանք ստանում, բայց ես չեմ ասում իր բացասական կողմերը բնապահպանության վրա, դա դնենք մի կողմ, էլեկտրոկայանը, ատոմակայանը ներողություն նորից ինքը բավականին էժան է ստացվում, ամենաթանկը ջերմակայաններից տրվողն է, բայց միջինացված գինը հենց այդ է, որ դառնում է 41.85։ Հիմա ալտերնատիվ էներգիան եթե արևայիններ մենք կարողանանք բերենք նենց բալանսի հասցնենք, որ էժան ստացվի, արդեն մենք կարողանանք հետագայում եւ ճնշում գործադրել, որ այդ գինը ինչնի ընդհանուր միջինացված։ Այսօր մենք չենք կարողանանք, որովհետեւ ցավոք սրտի մեր մոտ ես չեմ ուզում քաղաքականացնեմ, գնամ Եվ եթե շատ է, սովորական բիզնեսի օրենք է, եթե մարդիկ շատ են սպառում, գինը ինքն իրան էժանանում է, եթե սպառում է քիչ է թանկանում։ Շատ կա էլեկտրաէներգիա, դրա հաշվին Այո։ Ոչ թե շատ էլեկտրաէներգիա, այլ էժան, այսօր Էժանը արտադրվում է։ Եզակի երկիրն է, որ ավել ցուկ ունենք էլեկտրաէներգիա։ Արևային էլեկտրաէներգիան արտադրվում Ձեր հարցը ո՞րն է։ Մենք էներգիայի մայր շատ ունենք։ Եթե հիմա կա էժան, չէ, Ինչ էժան։ Ահա։ 30 Ապրեք։ Հիմա դրա համար դուք ասում եք նույն բանը, ինչը որ ասում եք կառավարությունը։ Կառավարությունը ասում է ինչ իմաստ ունի արևային, այսինքն եթե ավելի թանկ է։ Ես կարամ հեկինը օրինակ սահմանեմ 30 դրամ, ավելի շատ հեկ կկառուցվի ենթադրենք։ Բայց կան որոշումներ, որ միայն գնով չպիտի որոշի, այլ պետք է նայել ընդհանուր տնտեսության զարգացման, ընդհանուր քո երկրի ապագայի համար, այսինքն սա է խնդիրը։ Դրա համար եմ ասում, միայն էժանությունը կբերի նրան, եթե մենք դատենք, որ էժանը կա, ապա արևայինը այս պահին, պիտի ասենք դե դրա համար մենք ես ինչ եմ իսկապես երջանիկ եւ նաեւ հպարտ եմ, որ այս ծրագիրը կարողացանք հաջողացնենք եւ այդ գումարները կա, որ մենք մի կողմից կարողանում ենք զարգացնել, մի կողմից վերջնական սպառողի գինը չավելացնենք։ Սա կարելի ասել իդեալական տարբերակ է, որը
մենք մտածում ենք մի 5-6 տարի հաստատ չենք կարող անենք զուտ տեխնոլոգիաների գների պատճառով։ Այսինքն ինչով է կարևորում արևային ներդրումը նրանով է կարևորում, որ դու ենթադրենք գազից կախվածությունը քո ինչ որ չափով կկրճատվի։ Մենք չենք ասում ամբողջությամբ, բայց ես նորից եմ ասում, եթե մենք ընդամենը 5% ունենայինք վերականգնող էներգետիկա, մի օր գազը անջատվի, օրինակ Հայաստանում, քո այդ 95%-ը մթության մեջ է, հա, ունես 5% ենթադրենք բան։ Եթե ունես 10%, արդեն այն 90%-ն է մթության մեջ, այսինքն մեր մասը հնարավորինս, եթե դու ուզում ես անկախությունդ մեծացնես, մի քանի գործոն ունես։ Առաջինը էներգախնայողություն, այսինքն քո սպառումը, քո պահանջարկը քչացնել ի սկզբանե, քեզ այս տունը տաքացնելու համար պետք է 30%-ով քիչ էներգիա։ Քեզ այս Հայաստանը զարգացնելուն պետք է 30%-ով քիչ էներգիա։ Առաջին ամենաէժան միջոցառումը դա է։ Փոխեք ձեր կոնվեյերները, փոխեք ձեր հացի արտադրամասները, փոխեք ձեր սառնարանները։ Սա է առաջին մոտեցումը։ Երկրորդը սեփական ռեսուրսներն են։ Հիմա հեկերը բավականին զարգացել են, հասել են որոշակի հագեցման աստիճանի, դրանից ավելի մենք ռեսուրս չունենք, ենթադրենք թող մի 80 հեկել կառուցվի, հա։ Քամի մենք ունենք մի քանի տեղ, 3-4 տեղ, սակագին կա, ամեն ինչ կա, բայց քամին ստրատեգիական չի կարող լինել, որովհետև ինքը այդ սարքերի բերելը, տրանսպորտային ծախսերը եւ այլն, արդեն ինքը բարդություններ է։ Այսինքն սա մեր համար որպես ապագայի ռազմավարական, ինքը լավ է, թող զարգանա, բիոգազը թող զարգանա, ինչքան կարելի է թող օգտագործեն, բայց ինքը չունենք այն ծավալները, որը երկրի մասշտաբով ինչ որ էֆեկտ ունենա։ Միակ ազդեցություն թողնողը դա արևայինն է, որովհետև այդ ռեսուրսը կարելի ասել անսահմանափակ ունենք, բայց էլի պետք է ճիշտ տեղերում դնել, որպեսզի ճիշտ օգտագործվի։ Երկրորդը երկրաջերմային էներգետիկան է, որի ուղղությամբ նույնիսկ սովետական միությունից սկսած բազմաթիվ տեղեր ունենք որոշակի հետազոտություններ, բայց առանց հորատման եւ գոնե այդ հետախուզական հորատման մեծ խորությունների վրա ռեալ ինֆորմացիա չեն կարող ունենալ։ Եթե մենք կարողանանք այդ երկրաջերմայինը զարգացնել եւ զուգահեռ այս տեխնոլոգիան, ապա ինքը շատ մեծ էֆեկտ ունենա։ Մասնագետներն են կառուցելու, ինչ տեխնոլոգիաներ։ Գիտեք ոնց է, շուկան ինքը թելադրում է, մենք վերցնում ենք սովորական, այսինքն ոչ թե սովորական արևային ֆոտովոլտաիկ տեխնոլոգիաներ առանց ֆիքսված առանցքով, այսինքն առանց պտտվելու։ Այդ տեխնոլոգիան բնականաբար մեզ մոտ չկա, մեր մոտ կան գիտական լաբորատորիաների կողմից դրած արևային բանը, տարբեր տեղերում, օրինակ դրված է մամոգրաֆիայի կենտրոնում, հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում, դրված է ամերիկյան համալսարանի տանիքում, այսինքն դրանք կան ինչ-որ տեղեր, բայց դրանք ստեղ չեն արտադրվում, դրանք ստեղ կարող են հավաքվել եւ այդ նաեւ մեր համար էլի։ Այս ծրագիրը դեռ չի սկսել, մի տարի հետո, բնականաբար, եթե լինի, ապա ինքը պետք է արդեն ներդրողներն են որոշում։ Ես ենթադրում եմ, որ առաջին ծրագրերը բոլորը կլինեն ներկրվող, որովհետեւ Հայաստանը չունի այդ պոտենցիալը, ոչ էլ այդ շուկան, որ մի անգամից որոշեն, որ դնեն։ Բայց ենթադրում եմ, որ արդեն հաջորդող ծրագրերի համար առնվազն էլեկտրական մասերի արտադրությունը, առնվազն մոդուլների հավաքակցումը, առնվազն այդ տեղակայումը, ամբողջ եւ մոնիտորինգը սպասարկումը կլինի տեղական բիզնեսին։ Ես չեմ կարող ասել, եթե դուք օրինակ ներդրող լինեք, ասենք ինչ կանեք, հիմա եթե շուկայում ես ճանաչում եմ մի քանի մասնագետների, բայց ես չգիտեմ, այդ մասնագետը գիտնական է, բայց ես չգիտեմ ինքը կոնկրետ մետաղի հետ, այդ սարքի հետ աշխատել է, թե չէ։ Ես գիտեմ, որ այդ գիտնականը սովորեցնում է 10 ուսանողի, ունեն թիմ, բայց իրենք ինքնուրույն կարող են անել, թե չէ։ Առաջին ծրագիրը, նույնը ոնց որ հեկերին է, հեկերի ժամանակ ոնց էր, առաջինը բերում էին դրսի, հետո մեր արդեն նախագծողները իրենք են հաշվարկներ անում, սարքավորում, մենք ունենք նույնիսկ տուրբին արտադրող, որը ճիշտ է կարող է չմրցի եվրոպականի հետ, բայց իրենք գնի շնորհիվ կամ որ տեղական արտադրությունա մոտիկա տանելով խնդիր չկա, բան, այսինքն ինքը շուկան թելադրում է։ Ես հավատում եմ, որ ինքը մեր միգուցե 2-3 տարի հետո արդեն տեղական, ամբողջը չի լինի տեղական, որովհետև այդ բյուրեղի մշակումը, պատրաստումը դա եւ թանկ է եւ նաեւ թունավոր տեխնոլոգիա, այսինքն դրա տեխնոլոգիայի մեջ այնպիսի վնասակար արտադրություն կա, որից նույնիսկ չեմ էլ ուզենա որ Հայաստանում արվի, բայց առնվազն դրանց բերելը, մոդելներ պատրաստել այդ փոքր էլեմենտներից մեծ կայաններ կառուցել տեխնիկապես հնարավոր է։
Ինչ սպասենք։ Չի լինի։ Հա, դե մենք արել ենք, մենք սպասել ենք։ Այսինքն մենք սպասել ենք, որ գները իջնի։ Հիմա գները իջնելու պարագայում։ Նորից եմ ասում, մենք հիմա այս հնարավորությունը ունեցել ենք, որ նույնիսկ այս գներով անենք, միգուցե այլ ներդրողներ կսպասեն մինչև գները իջնեն։ Կամ սակագինը բարձրանա, եթե այդպիսի դեպք կլինի։ Հաստատ է, այդ գների հետ կապված մասնագետները նշում են, որ դրանք ոչ թե սարքերի հենց գներն են, այլ թղթաբանություններ, ավելի մեծ գումար կազմում, ինչ թղթաբանություններ տեղեկեք։ Ես սպասենք սարքերի գների։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչ նկատի ունեք թղթաբանություն, օրինակ բավականին թանկ հաճույք է չափումները։ Այսինքն այդ արևային ուրեմն տեսեք ինչպես է ինքը նույնիսկ ավելի կարևոր է թեկուզ այդ արդյունավետության տոկոսը, մի տոկոս, 2% ավել պակասը շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան թե սակագնի վրա էլ եւ բանի վրա էլ, բիզնես պլանի վրա, հա, քան թե ենթադրենք ֆինանսավորման տոկոսը կարող ունենալ։ Դրա համար ճշգրիտ չափումները առաջին նախապայման են։ Ու դրա համար մենք մտածում ենք, որ մեր հիմնադրամը առաջին փուլում ձեռք կբերի նմանատիպ սարքեր, որպեսզի չափումները բոլորին հասանելի դարձնի։ Այսինքն ամեն մի ներդրող ինքը չի բերի, չի ծախսի գումարներ, գա այդտեղ տարեկան մի տարվա ընթացքում ամենօրյա բազմաժամյա չափումներ անի, հա։ Դրա համար մենք մտածեցինք, որ մենք ինքներս դա կանենք եւ կտանք բոլոր հետաքրքրողներին կհրապարակենք, որպեսզի նաեւ այդ ինֆորմացիան բաց լինի, դրանով իսկ նվազեցնելով իրենց ռիսկերը։ Դրամ, դոլար, հա։ Չէ, դա պետության ծրագիրն է, կլիմայի ներդրումային հիմնադրամի վերականգնող էներգետիկայի ընդլայնման ծրագիր։ Այդպես է կոչվում եւ մեր հիմնադրամը կլինի իրագործող գործակալություն։ Շատ լավ, եթե հարցեր կան ուրիշ խնդրեմ, եթե չէ, դուք շնորհակալություն հայտնեմ։ Ես էլ ուզում շնորհակալություն հայտնել եւ ձեզ, որովհետեւ բավականին լավ ակտիվ մասնակցություն կար։ Հայաստանի, նշեմ մեր անունը, Հայաստանի վերականգնող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամ, տնօրեն Թամարա Բաբայան, Հայաստանի վերականգնող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամ։ Ой, լերա։ Թամարա Բաբայան, մեր հեռախոսի համարը 58811, մեր վեբ կայքը ես խորհուրդ կտամ նաև դուք նայեք www.r2e2 կամ r2e2, եթե շախմատային լեզվով ասենք, r2e2.am։ Կլիմայի ներդրումային հիմնադրամի վերականգնող էներգետիկայի ընդլայնման ծրագիր, SREP, անգլերեն կոչվում է SREP։